Բարեկոս ելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մեր հյուրը Մինաս Տեր-Հովհաննիսյանն է, Հունաստանի Հայաստան կենտրոնի համահիմնադիր։ Բարեկո պարոն Տեր-Հովհաննիսյան, շնորհակալություն հավել ընդունելու համար։ Դուք սփյուռքահայ եք։ Այո։ 40 տարուց ավել, եթե չեմ սխալվում, բնակվում եք Հունաստանում։ Ճիշտ է։ Բնականաբար դուք այնտեղ ակտիվ եք, գրքեր, գործունեություն, հայկական եւ այլն, եւ հետևում եք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ճիշտ է։ Ձեր գնահատական ընդհանուր առմամբ։ Ճիշտ ուղղությամբ գնում Հայաստանը թե ոչ։ Եթե թույլ տաք, երկու բառով նախ ողջունեմ մեր ժողովրդին, հայրենաբնակ մեր ժողովրդին, ոչ թե պարզապես այսինքն երախտագիտության խոսքս չեմ ուղղում պարզապես ձևական առումով, հարց այն է, որ մեր ժողովուրդը հողի վրա հայրենիքում իրենք են կերտում պետությունը, իրենք են կերտում երկիրը եւ կյանքի գնով երբեմն իրենց սավակների գնով մենք դրսից ինչ էլ որ լինենք, ինչքան էլ որ ցանկանանք օգնել, առավելագույնը ազդեցությունների ձևաչափի մեջ է, լինենք օլիգարխ, լինենք մեծահարուստ, լինենք եկեղեցական, բայց որոշիչը դուք եք, մեր ժողովուրդն է, հետևաբար այս երախտագիտության խոսքը դրա համար եմ հայաստանցիները, Հայաստանի քաղաքացիները բոլորը, անկախ իրենց էթնիկ ծագումից, նրանք են, որ ծառայում են, նրանք են, որ հարկատու են, նրանք են, որ անվտանգության հարցերը իրենց առօրյայի մեջ զգում են, նրանք են, որ որևէ առողջապահական ես ես վերջի զարգացումներ կգոչեի հեղափոխություն, որովհետև եվրոպական երկրների համաչափ առողջապահության ապահովագրությունը։ Այո, սա շատ մեծ հարց է, շատ ավելի քան թե թոշակների հավելացումը, ինչու, որովհետև անձեր ինչքան որ ես իհարկե մահանում էին Հայաստանում այդ բուժօգնության չունենալու, այդ մեծ գումարները չստանալու կամ դեղորայքի պակաս ունենալու պատճառով։ Այսօր ես անոթներ ունեմ, որ նաև Հայաստանի քաղաքացի են, բայց սփյուռքից էին, մեկնում են Հայաստանից, օրինակ Իրան, որպեսզի հատուկ բուժօգնություն ստանային, գործողություններ լինեն իրենց մարմնի վրա։ Այսօր հունվար ամսից նրանք ապահովագրված են։ Սա մեծ բան է, սա շատ մեծ բան է, եւ ֆինանսական առումով, եւ հոգեբանական առումով, եւ թե առողջության առումով։ Հայաստանի Հանրապետության ներքին, այսինքն քաղաքականությունը, որքան որ ես եմ հասկանում, տնտեսության, անվտանգության, առողջապահության եւ գիտության հարցերին ամենաշատ կարեւորություն է տալիս, որոնք բոլորն էլ ընդարձակ թեմաներ են, այս հարցերը հեշտ չեն նվաճվում։ Այս հարցերը օգնում են, որ մեր քաղաքացիները եւ հայությունը ընդհանրապես եւ Հայաստանում եւ Սփյուռքում հասկանան, որ մենք փոփոխություններ կրել այս վերջին տարիների ընթացքին հակառակ այդ մեծ հարվածից, որ մեր ազգը երկիրը ստացել է 2020 թվականի հարտից, որ նաև հոգեբանական մեծ շոկ էր եւ Հայաստանում եւ Սփյուռքում, բայց մենք ըստ էության պարտությունը հաջողության փորձում ենք հասցնել խաղաղությունը, խաղի օրենքները լավ հասկանալով է գալիս, հեշտ հարց չի։ Բավական բարդ հարց է մանավանդ մերօրյա փոթորկոտ եւ միջազգային եւ տարածաշրջանային առումով։ Մենք տեսնում ենք մեր սահմանների վրա ինչ է։ Սփյուռքի վերաբերմունքը ո՞նց է։ Ես չեմ կարող միանշանակ պատասխանել այս հարցին։ Պարզ է, որ միանշանակ պատասխան չկա։ Բայց ինձ թվում է, որ մենք եւ Հայաստանում եւ Սփյուռքում ավելի պետք է բացատրենք, որ մենք ինչ ընթացքով որտեղից որտեղ ենք հասել։ Այսինքն ես օրինակ եմ ասում, անալիտիկ գործ չեմ ուզում կատարել։ Եթե մեր ռազմական բյուջեն 400 էր եւ այսօր 1 միլիարդ 400 միլիոն էր եւ այսօր 1 միլիարդ 700 է, դա նշանակում է, որ քանի անգամ 4 անգամ եւ ավելի բարձրացել է խղճուկ 1 պաշտպանության հարցը։ Առավել եթե սրան ավելացնենք, որտեղ միայն զենքը չի, եթե թվայնացվում է բանակը, որ մեկ կոչակով հասկանում ենք, որ քանի հրթիռների պատասխանատու ունենք, քանի մասնակիցների տեսակետը, ես կրկնում, այստեղ ինչ պետք ունենք, մենք քանի հոգի ունենք, ամենամոտը որը կարող է հասնի, դա ինքնին, այսինքն պաշտպանության ոլորտում, այս հարցն է։ Ես պաշտպանության ոլորտն եմ նշում, որովհետև անվտանգությունը մեր ժողովրդի համար, մեր զինվորների համար, մեր սպաների համար առաջնային հարցերից մեկն է, բայց երբ որ տնտեսությունը աշխատում է, մենք այդտեղից է որ կկարողանանք եւ անվտանգության հարցերի հետ կապված եւ գիտության, կրթության եւ բնականաբար առողջապահության հարցերի հասնենք։ Այս երկու հիմքերը ես կարծում եմ ամենաշատ կարևորն է թե մեր ժողովուրդը Սփյուռքում եւ թե Հայաստանում։ Ես հիմա Հայաստանը Սփյուռքից եմ տեսնում, բայց հիմա Հայաստանի եւ Սփյուռքի հարցերը այնքան մոտ են իրար, մեկ կոչակով բոլորը ամեն հարցերից տեղյակ են լինում։ Ես այս քանի օրերի ընթացքին, որ այստեղ եմ, Սփյուռքից ավելի շատ եմ տեղյակ, որովհետեւ այսօր երկրում տարբեր շփումների պատճառով այնքան էլ չեմ
հաջողում այսպես վերջին զարգացումները հետևել, բայց հիմնական այսպես basic հարցերի մեջ մեծ տեղաշարժեր է տեղի ունեցել Հայաստանում, այսինքն նյութական ոչ թե ֆինանսական առումով փոփոխությունները հոգեբանական նոր վիճակ է ստեղծում։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր իրավիճակը ինչ էր, ինձանից ավելի լավ գիտեք Հայաստանի քաղաքացիները ապրել են այդ վիճակը։ Մեր երկրում իշխում էին, ես պայմանական եմ այս անունները գործածում, Թոխմախի, չգիտեմ ինչը, Նեմեցի ինչը, Խլուրդը, չգիտեմ մյուսը շատ այդ մարդիկ, եթե մեր քաղաքացիները, ես չեմ հավատում, անկախ նրանից, որ որևէ մեկ քաղաքական գործիչի այսօր սիրում է թե չեն սիրում, բայց ես վստահ եմ, որ ուղղությունը չեն կարող չսիրել։ Անվտանգությունը, ներքին կարգապահությունը, երբ որ դուռ բաց է, այսինքն ընտրություններով դու կարող ես, աշխարհում այսպես է, եթե դու ընտրություններով կարող ես քաղաքական իրավիճակ փոխել, փողոցային պայքարը անիմաստ է, սա սկզբունքային հարց է։ Այնտեղ կարելի է արհմիությունները պայքարեն եւ պահանջներ դրեն եւ փորձեն հարցեր լուծել։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, դուք նախկին իշխանություններին անդրադարձաք, հա, թե ինչ էր այն ժամանակ։ Բայց նրանք այսպեսի փաստարկում են, նրանք ասում են, այո, մեր ժամանակ շատ սխալներ ու թերություններ կային։ Այո։ Բայց Ղարաբաղը մերն էր։ Ես այս հարցին իր նուրբ կողմը պատասխանում եմ։ Դուք տեսեք, պարոն Սերժ Սարգսյանը, երբ նախագահը 2013 թվականին որոշակի քաղաքական ուղղություն փոխեց Եվրոպայից հեռանալու կապակցությամբ, առանց մանրամասնությունների մեջ մտնելու։ Ինչու կատարեց այդ որոշումը։ Արցախի հարցի անվտանգության համար։ Բայց մենք ինչ ստացանք պատասխանը։ Մենք ստացանք պատասխանը, որ չի աշխատում այդ, չաշխատեց այդ, այսինքն մենք դա տվեցինք։ Թե ինչու չաշխատեց այդ, այսինքն կարևոր հարց է, որովհետև մենք արդեն հետաքրքրական չէինք, այսպես կոչված մեր ռազմավարական Իրանց գրպանում ամեն ինչ իրենց գրպանի մեջ էր։ Եթե Ադրբեջանը Կապալայի այդ ընդհանուր համակարգն էր փակում, մենք ոչ միայն մեր սահմաններն ենք տալիս, մեր օտարականներն ենք տալիս, մեր ընդհանուր գազային համակարգն ենք տալիս, աթոմակայանն ենք տալիս, խարիսխ ենք տալիս, ամեն ինչ տալիս ենք, բայց հետաքրքրական չենք մեր գործընկերների հետ կամ ինչպես որ կուզեք դաշնակցի հետ, որովհետև բան չունեինք արդեն որ հետաքրքրի նրանց։ Պետությունը ընդհանրապես այսպես չի կարող։ Եթե դու ամբողջ գոյությունդ կապում ես արտաքին ուժի, այո, արտաքին ուժերի հետ հարաբերությունները շատ կարևոր են։ Միայն ռազմական կողմը չի, բայց խաղի օրենքը պետք է ճիշտ հասկանալ։ Այդ մեզ փակուղի էր տանում։ Հետո մարդ միայն իր պայքարից, իր հարաբերություններից չի սովորում։ Դու կարող եք տեսնել, որ Լավրովի գերատեսչության հերթական ձախողությունները տարբեր տեղ։ Ուզում եմ Լիբիայում լինի, Բալկաններին դեռ չեմ անդրադառնում։ Սիրիային, որ Իրանին իր զինակիցին մենակ ցկեց։ Այսինքն օդը լրիվ բաց էր այնտեղ, նույնիսկ Դամասկոսի իշխանության հրահանգում էր, որ չհակազդեն, մինչ այդ զինակից էին այդտեղ։ Դա հնարավոր չի նկատի չառնել։ Իսկ այս իշխանությունը, այսինքն 2018-ից հետո, դու տեսեք ինչ քայլեր առնվեց։ Ոչ միայն Սիրիա զորք ուղարկելու։ Դուք շատ լավ հիշում եք, երեք հանդիպում էր Մոսկվայում, Հայաստանի Հանրապետության վարչապետը արձարծեց, որ 10 տարի, 15 տարի, 20 տարի դուք մնացեք այնտեղ։ Այդտեղ նստած էին նախագահ Պուտինը, նախագահ Ալիևը, նրանք ծտուն չանեցին։ Հետո հակառուսականություն եւ այս խոսքերը դա իրականություն չի համապատասխանում։ Մենք ցանկացել ենք նորմալ հարաբերություններ ունենալ եւ ինչ որ չափով կային հարաբերություններ ունենալ, բայց ինչ է կատարվել։ Սա երևույթը շատ կարեւոր է, բացի այդ որ մենք ծանր հարված ենք ստացել։ Դուք գիտեք հակառակորդը ով է, բայց երբ որ ընկերդ, ես չասեմ դաշնակիցդ կամ բարեկամդ, ընկերդ է համաձայնություն կնքում եւ հետո իրենք խոստովանում են, դիկունքից հարված է գալիս, սա հայ ժողովուրդը եթե մոռանում է, ես չեմ հավատում, որ մոռանում է, մենք ինչքան էլ մոռասկոտ լինենք, դա չենք կարող, մեր աչքերի պատահածն է, դա 50 տարի առաջ, 70 տարի առաջ պատահած չէ։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, ընդդիմադիրները ասում են, այո, ընդունում ենք, Ռուսաստանը ամենալավ դաշնակիցը չի եղել։ Այո։ Բայց այլընտրանքը թուրքերն են։ Տեսեք ինչպես է։ Մենք եթե այդպես նայենք հարցին, պարզապես ուզում ենք արտահայտած լինենք, որ սա Ռուսաստանի Դաշնության կողմը չէ, որ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ուզում ենք հարվածից հանենք Ռուսաստանի Դաշնությունը, որ այդտեղ Ռուսաստանն Արցախը հանձնել։ ոչ միայն
միջնորդի դեր էր կատարել, հայ ռազմական ներկայություն ուներ այնտեղ։ Եվ իրենք 1 տարի շրջապատման մեջ պահեցին։ Մենք գիտենք, որ ինչ դրամաշորտություններ էր լինում զինծառայողների կողմից, ումին որ ուզում էին փրկեին, եթե ավտոմեքենայով էին ուզում փրկել, կոնկրետ դրամ էին առնում։ Եթե ուղղաթիռով էին ուզում տանել, ուրիշ գումար էին առնում։ Եվ այդ բոլոր ժամանակահատվածներում մենք դարձյալ գիտենք, որ այն կողմը, որ այդպես է արտահայտվում, ինչպես դուք նշեցիք, ոչ մեկ հարցով ծպտուն չհանեցին։ Լինի դա եկեղեցի օլիգարխ կամ որևէ մեկը, էական չի։ Նրանք ձայն չհանեցին, երբ որ դուք հարց եք տալիս, որ այսինչ թվականին այսինչ բանի համար մենք խոսել ենք։ Այդտեղ բարոյական առումով եկեղեցին կարող է դեր կատարել, թե ինչու չի կատարել, էսի շատ լուրջ հարց է։ Ինչու չխոսած այդ ժամանակ եկեղեցին։ Մենք կարող ենք ենթադրություններ անել, որ ինչու չխոսեց։ Այս հարցը իրենց պետք է ուղղել, որ ինչու չեն խոսել։ Բայց մենք ուրիշ բանը փաստացիորեն գիտենք, որ հետևյալ հարցը կուզեմ արձարծել։ Ինչու մեր այսպես կոչված օլիգարխները, որ մեր լոբինգը պետք է անեն Ռուսաստանում, ճիշտ հակառակն են անում։ Ռուսաստանի լոբինգն են անում Հայաստանում։ Ռուսաստանի լոբինգն է ասում, ինչու։ Արևմուտքում իրենց կապիտալը այնտեղ է, պարզը։ Այո, բայց արևմուտքում կապիտալ իշխում է իշխանության։ Այստեղ ճիշտ հակառակն է, իշխանությունն է իշխում կապիտալին։ Եթե այստեղ դու սխալ գործ անես, ինչպես որ մենք տեսնում ենք, կփոշիանաս, ոչ միայն ունեցվածքդ, այլ միգուցե հարկերից իջնես, ինքնես, ինքնասպանություն գործես, կամ ինչպես որ Լևոն Հայրապետյանը, որ իսկական Արցախին օգնողն էր, այդ ահավոր ձևով մահի առաջնորդել եւ այդ օլիգարխներ, որ այսօր եկել են Հայաստանը փրկելու, անշուշտ սրանից առաջ Ռուբեն Վարդանյանն էլ գնացել էր Արցախը փրկելու եւ հայտնի չի որտեղից հայտնվեց եւ ինչ կապ ուներ Արցախին եւ պարտադրեցին պետնախարարի պաշտոնին։ Ընտրված իշխանություն կար։ Ռուբեն Վարդանյանը ինչ գործ ուներ այնտեղ։ Ուզում էին ինչ-որ իմաջ ստեղծեին, վերջը գար շարունակեր գործը, չստացվեց։ Ռուսական կողմը նույնիսկ իր անուն ինչ կուզեք դրեք կամակատար կամ հլու հնազանդվող մարդկանց չփրկեց։ Սա չի կատարվում։ Նույնիսկ եթե դու կողմնորոշում ունես կամ կներեք արտադրության համար, նույնիսկ եթե գործակալ ես։ Դու եթե չես փրկում քո գործակալներին, հաջորդ գործակալն էլ չես ունենա։ Սա իրենց կողմից, Ռուսաստանի կողմից շատ կոպիտ սխալ է, որ կատարել են իրենց համախոհների նկատմամբ։ Ով է գալու հավատալ, որ մեկ նոր օլիգարխ, որ իր ամեն ինչը ենթակա է Ռուսաստանի իշխանության կամ Սամվել Կարապետյանի մասին եք ասում։ Սամվել Կարապետյանի անուն է, ով է Ռոբերտ Քոչարյանի դատարանի գրավ դնողը։ Ինքը։ Հետևաբար ես կապ չունեմ, այսինքն ինչ։ Խնդրեմ, մեկը թող պատասխանի եւ ես իր պատասխան սիրով կընդունեմ։ Ես ինչպես կապ չունեմ։ Ինչպես կարելի է որ Գազպրոմից մեկին բերեն դնեմ վարչապետ։ Խնդրեմ, այս դրան բանական է։ Զենք տարբեր մարդիկ է։ Բայց ասում են ինքը ուժեղ մարդ է, ինքը կնստի եւ Պուտինին կասի ոչ։ Այո, բայց ես արդեն պատասխանեցի այդ հարցին, որ թե Կարապետյանները, այսինքն եւ մյուս Կարապետյանը, Կարեն Կարապետյանը եւ մյուս Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, իրենք ուզեն չուզեն ենթակա են։ Արևմուտքում այս խաղը այդտեսակ չի խաղում։ Ես ոչ թե արևմուտքն եմ գովում, ես իրականությունն եմ բացատրում։ Ուրիշ պետության ենթակա անձը չի կարող Հայաստանի համար ճիշտ վարչապետ լինի, չի կարող ղեկավար լինի։ Մեր պետությունը Քոչարյանն էլ այնտեղ գործ է կատարում։ Ճիշտ է, որ իր երեխերքին թորներին Ամերիկայի քաղաքացի է դարձնում, բայց հայ ժողովրդին ասում է դու գնադ դե, ավելի լավ է։ Ինքն էլ գնադ տեղի տեղական ավելի լավ է։ Ինչու է Հունաստանում տուներ գնում, ատենքում կամ գղզիներում։ Այդտես բաներ կա, ես շշուկները կան, բայց դուք ընդերս Հունաստանից եք գալիս։ Դե կան։ Մնացած իրավապահ մարմինների հարցն է, եւ ես մի հատ կետ էլ արձարծեմ, ես կարծում եմ սա տրամաբանական այսինքն կետ է։ Դուք հիշում եք, կարծում եմ որ մեր քաղաքացիները եւ Հայաստանում եւ Սփյուռքում ազգակիցները հիշում են։ Պարոն Քոչարյանը փակագծի մեջ, որ արյունով եկավ եւ արյունով գնաց հոկտեմբերի 27-ին եւ մարտի 1-ին, մի քանի տարի այս բանտային եւ դատարանային հարցերից հետո այսպես անելով մի քմծիծաղով ասաց, որ սրանք նույնիսկ չկարողացին ինձ դատել։ Ներկա իշխանության։ Գիտեք ինչ է։ Եթե տունը քանդվում է, կարելի է նորոգել։ Եթե գործարանը փլուզվում է, կարելի է նորոգել, բայց եթե անկախությունը գնում է, հայտնի չէ որ դու կարողանաս, եթե կարողանաս, երբ կկարողանաս դա վերականգնեցնել։ Մենք 1000 տարի զոհը գնացել ենք, այսինչ հին հասկացողությամբ նախարարի, այսինչ եկեղեցականի խաղերին, բայց մենք այսօր պետություն ենք, մենք չենք կարող այդ խաղերին տուրք տալ, որ 70
տարի առաջ, ճիշտ 70 տարի առաջ 1956 թվականին եկեղեցին պարակվեց եւ մեկ կաթողիկոս ամենայն հայոց կաթողիկոս ունենալու փոխարեն, որ Արամ առաջինն էր, ունենանք նաեւ երկրորդ կաթողիկոս եւ այսօր էլ այդ շշուկները որ կա, որ երրորդ կաթողիկոսությունն են ուզում ստեղծել, բայց այսօր հայկական պետականություն կա, այսօր հայկական պետություն կա եւ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը թույլ չի ռազմական առումով, ինքը թույլ չի, եթե միավորվի, եթե ինքը թույլ չի, եթե անունների վրա կանգ չառնի եւ երևույթները նայի։ Շատ է, պարոն Հովհաննիսյան, ընդդիմությունը ըստ ինչ է ուզում։ Ես կասեի հակառակորդները, չէ՞ էլ ասի ընդդիմությունը, իրենք երկու նպատակ են ունեցել այս մանավանդ պատերազմից հետո։ Երկիրը անկայունացնել, Ինչու համար։ որովհետեւ ինչու համարը ես նախքան դրան բոլորը միասին Աստված դեր Աստվածն ու Սատանան ձերքի տված հրաժարական էին բանջում 21 թվականին հրաժարական տվեց եւ ժողովուրդը ընտրեց իր առաջնորդությամբ պատերազմ պարտված իշխանության վարչապետին վերընտրեց։ Սա ես միայն երկրորդ օրինակը գիտեմ, որ Եգիպտոսում պատահել Ջամալ Աբդել Նասերի ժամանակ, որ ասաց, որ ես պարտված ղեկավար եմ, ես չեմ կարող հրաժարակել, ժողովուրդն ասաց, որ չէ, դու պետք է լինես։ Ազնվությունն է այստեղ խոսում, մարդկային որակն է խոսում այստեղ։ Եթե մեկը ցավը չի ապրում հիվանդի, որպես այս հեղափոխությունը լինի, որտեղ սա հեղափոխություն է, եվրոպական ստանդարտ է առողջապահության հարցում։ Ես շատ ավելի կարևոր եմ համարում շատ ուրիշ հարցերից, այս ինչ որ կատարվել է։ Որտեղ մտահոգությունը ինքը 4 հատ հիվանդություն է։ Ամեն ինչն է ստեղծում։ Մեր քաղաքացիները այլևս չեն մահանալու։ Կներեք, ընդդիմությունը ասում է արժանապատիվ խաղաղություն կա, բոլորը խաղաղություն են բերում։ Այս շատ հետաքրքիր է։ Ես ուզում եմ հիշեցնեմ այդ արժանապատիվ բարի բացին։ Արժանապատվությունը շատ կարևոր հարց է։ Բայց արդյոք, երբ որ Լևոն Հայրապետյանին այդ օրն էին գցում, սրանք արժանապատիվ էին, որ Արցախին այդքան նվիրված մարդու այդքան դաժան վերաբերումին դրանցից մեկ հատ ծպտուն չելավ։ Չել կարող լիներ, անունը հիմա Արա Աբրահամյան լինի, չգիտեմ Սամոն լինի, Տաշիր լինի, կամ իր եղբայրը լինի, կամ Ժիլետ լինի, կամ չգիտեմ մյուսները, էական չի անում, քաղաքական ուղղությունը ինչ իրենք ամեն ջանք թափում են, եղելությունը այլպես ներկայացնեն։ Դուք տեսնում եք, որ խոսում եք Ռուսաստանի, Հայաստանի մասին, իրենք Չինաստանի մասին են խոսում։ Իրենք Իրանի մասին են խոսում։ Այսքան միլիարդ կգասիկ լինի եւ այդ հալերտեսությունը Իրանի նկատմամբ։ Սա չգիտեմ թրիպը Իրանի նկատմամբ է արդեն։ Բայց ես հարց տամ։ Այդ խողովակը, որ 2004-ին Քոչարյանի ժամանակ Իրանից գալիս էր, դրամագիծը 142 էր։ Ռուսաստանը իր ամենահլուհը պատակին պարտադրեց, որ հայկան կողմը դրամագիծը 70 սարքի, որպեսի փոխարեն 10 գա, 2 գա, որպեսի տարանցիկ ուշ չդառնա, այսինքն աշխարհագրական որևէ դերակատարություն չունի։ Օգտվեք։ Եվ ավելի էլ հետո այս խողովակները, որ 50% հայաստաններ այդ էլ ծախեցին։ Դե դա ընդհանրապես խայտարակ պատմություններ ընտրություններից առաջ ասեցին մենք պարտք չունենք, չի թանկանալու, ընտրություններից հետո ասին թանկացել է եւ դրա տեղը տվեցին խողովակները Ռուսաստանին։ Դե գիտեք, այդ լեզուն ոսկոր չունի, բայց հիմնավորել չեն կարող։ Թիվերի հետ չի լինի խաղալ։ Երբ որ դու 300-400-8 անգամ քո ռազմական կարողություն ավելի քիչ է, քո հակառակորդի կողմից, ինչի մասին է, այսինքն Արցախը պահել ենք։ Արցախը այդտեղ էր, որովհետեւ որոշ կողմեր ուզում էին այդտեղ լինի։ Ես մեկ կարևոր կետ նշեմ, կամ ավելի շեշտակիորեն արծարծեմ։ Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինի սկզբունքը, որ միգուցե իշխանությունը չուսի շատ բարձրաձայնի, եւ ես ինձ համար շատ հասկանալի։ Հիմա ինչ է։ Շատ բարձ է, այսինքն իրական Հայաստան, մյուս Հայաստան եւ այլ։ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցեր, որի լուծումը կախված չի Հայաստանի Հանրապետության ուժականությունից։ Դու չես կարող Արևմտյան Հայաստանի հարցը լուծես։ Դու չես կարող Ղարաբաղի հարցը լուծես։ Եթե դու դա բարձրացնես, որ քո տեսակարար գշրից, ուժից ավելի բարձր է, դա շատ բարձր է։ Դա նշանակում է, որ երրորդ կողմը իր հրավիրես, որպեսզի քո խնդիրը չհարգեն իրենց շահի եւ քեզ շատ ավելի թույլ պայմաններում
ճնշեն Սյունիքի մեջ եւ այլն։ Ինչ կատարվեց Արցախի ժամանակ։ Արցախը գրավել է ոչ թե այսինքն մեր տիրապետությունից դուրս ելեր է 1920-ի նոյեմբերին եւ ոչ թե 2023-ին Հայաստանի պաշտոնյաներին արգելվել էր որ գնային այցելեին նույնիսկ ազգային ժողովի անդամներին արգելեր էին որ մեկնեն այնտեղ Արայիկ Հարությունյան նախագահը խնդրում էր որ եկեք օգնության որովհետեւ 5 կիլոմետրի 7 կիլոմետրի վրա են Շուշին գրավողը Ստեփանակերտ մեջ գրավեր, ուրեմն սա խաղի մեկ մասն էր, որովհետեւ գան Արցախի ես քեզ դամ Սյունիքը, Հայաստանն էլ դու գտած Հայաստան առանց Սյունիքի ասես շատ ավելի չասեմ խոցելի է, գրեթե շնչահեղձ լինելու։ Այս զանազան ուժերը, որ տարբեր անուններով ասպարեզային է, մեկ անգամ հայտարարություն չեն հրապարակել, որ ասեն մենք այս հարցը մեզ համար կտրականապես սկզբունքայինորեն Միջանցքը մերժված է, բայց ամեն անգամ որ Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը խոսում, ամիջապես ասում են խոսերը, դուք ո՞մի քարոզիչն եք։ Դուք ձեր պետության խոսքը ասեք, ձեր խոսքը ասեք, ձեր պետության խոսքն էլ մի ասեք։ Համաձայն եք, համաձայն չեք։ Ինչու եք նորեն նշում 9-րդ կետը, որովհետև ինչ որ բան ֆլու է։ Այսօր առանց ամերիկյան ռազմական ներկայության հավանական ֆինանսական ներկայության մենք ամուտանգություն ապահովենք, որտեղ այդ կողմերն ասում են ռուսից հեռանում ես, ուրեմն թուրքական ես։ Թուրքիան չկավ տեղը։ Բայց նորմալ է ասել որ թրիփը դա լրտեսական։ Այո, ես կանդրադառնամ, բայց Ժամանակը սպառվում է։ Այո, ուրեմն Ռուսաստանը գնաց առանց որ Թուրքիան գա։ Դե որ կողմերը Իրանը ռուսական կողմը ինչպես է դա վերլուծելու, դա մեր որոշումն է բայց մենք հակաիրանյան քայլի դրամատրության մեջ չենք, բայց մենք հիշենք, որ Արցախի կապակցությամբ իրենք շատ սխալ արդեն ներսում քննարկում են, որովհետև Իրանի անվտանգությունը միակ խաղաղ սահմանը Հայաստանի հետ է։ Մյուս տեղը քիչ թե շատ հարց ունեն։ Եթե իրանական կողմը դա մարսում է, հասկացողությունը ցուցաբերում։ Իրանի հարցարծարը միայն դրա համար է, որ չասեն մենք ռուսական շահի ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։